Արվեստանոցը, որի առօրյայի մասին փորձում ենք պատմել, ինքը մեր մեծ նախագծի առանցքային, հիմնական եւ կարելի ասել ամենանախնական ու հին էլեմենտն է խեցեգործական արվեստանոցը։ Այն ստեղծվել է մեր մեծ նախագծի շրջանակներում, որ կոչվում է Հողը եւ երգը։ Հետևաբար այդ Հողը եւ երգը նախագծի կողմերից մեկն է, հողի հետ կապված հատվածը, երկուսն էլ առնչվում են Կոմիտասի կյանքի որոշակի դրվագներին։ Ծննդավայրի հետ կապված մի կողմից, մյուս կողմից իր ամբողջ կյանքում ծավալած երաժշտական բանահավաքությանը, խմբերգային գործունեությանը եւ այլն։ Արվեստանոցի նախնական տարբերակը մենք 4 տարի առաջ գործի գցեցինք համայնքի կենտրոնում Գյուլագարակ գյուղում, երկրորդ տարբերակը Վարդապետուր գյուղում գոյություն ունի 2023 թվականից, գործում է Վարդապետուր գյուղի վարչական ղեկավարի նստավայրում, այդ առաջին հարկում։ Ինչու մենք սկսեցինք դրանից, մեր նախագիծը, որովհետև այսպիսի մի հասկացություն կա համայնքային արվեստը նախաձեռնելու շրջանակներում, ռազմավարական արարք, կոչվում է հարաբերությունները տաքացնել համայնքի հետ։ Ավելի կարճ ճանապարհ չկա, քան համայնքի երեխաների մասին հոգ տանելը եւ նրանց համար զբաղմունքի, կրթության եւ դաստիարակության համար մի գործիք ստեղծելը։ Այդ խեցեգործական արվեստանոցը ծառայում է այդ նպատակին, ոչ միայն Վարդապետուր գյուղի, այլև համայնքի մյուս գյուղերից, Գարգարից, Գյուլագարակից, Հոբարձից, 7 գյուղից, 4 գյուղից երեխաներ են գալիս այդ արվեստանոց։ Բացի այդ արվեստանոցը այս առաջին տարին ծառայում էր նաև պարապմունքների վայր մեր մյուս ուղղության երգի հետ կապված երգչախումբ էինք փորձում ստեղծել Վարդապետուրում, տարբեր հաջողություններով է առայժմ ընթանում դա, հույս ունենք ավելի կանոնավոր կդառնա։ Ամեն դեպքում այդ արվեստանոցը դարձել է մի ենթակառուցվածքային հիմնական մի հատված մեր նախագիծը ծավալելու հետ կապված։ Մենք այժմ նաև ունենք կացարան, արվեստագետների կացարան, տարբեր տեղերից արվեստագետներ են գալիս, հետևելով մեր բաց կանչերին, ոչ միայն հայ արվեստագետներ, այլև արտերկրից արվեստագետներ եւ փաստորեն այդ արվեստանոցի միջոցով մենք կազմակերպում ենք նաեւ արվեստագետների փոխանակություններ, փոխանակային ծրագրեր, ինչը թույլ է տալիս, որ արդեն ընդլայնել մեր նախագիծը, ոչ միայն երեխաների հետ գործ ունենալ համայնքի եւ գյուղի, այլև արվեստագետներին հնարավորություն ընձեռնել հարաբերություններ հաստատել համայնքի բնակիչների հետ, գյուղի բնակիչների հետ, հասկանալ նրանց հետաքրքրությունները, փորձ անել իրենց հմտությունները եւ իրենց գործը, ստեղծագործությունը, երևակայությունը բերել համայնքի կյանքի մեջ փոփոխություններ մտցնելու, նրանց կյանքը, բնակիչների կյանքը ավելի հետաքրքիր դարձնելու, ավելի ստեղծագործական եւ այդ իմաստով կարծում եմ, որ արվեստանոցը խեցեգործական, կավագործական մեր նախագծի գոնե սպայադրությամբ առավել կայացած հանգույցն է։ Մենք հենվելով այդ հանգույցի վրա փորձում ենք զարգացնել ոչ միայն ծրագրային առումով, այլև նոր ենթակառուցվածքներ ստեղծելով, որը մեր մեծ նախագծի հիմնական նպատակն է ենթակառուցվածքների զարգացման միջոցով արվեստը, մշակույթը, ստեղծագործությունը դարձնել համայնքային կյանքի զարգացման մի հատ լծակ, մի հատ շարժիչ։ Մենք հավատում ենք, որ արվեստը կարող է գտնել իր տնտեսությունը համայնքի մակարդակում, համայնքային կյանքում եւ միաժամանակ արվեստը կարող է դառնալ միջոց համայնքի կյանքը փոփոխություններ մտցնելու, թարմացնելու ոչ միայն սոցիալ-հոգեբանական իմաստով, այլև մշակութային, տնտեսական։ Իրականացման փուլ մտել ենք COVID-ի
տարում, բայց գաղափար ավելի շուտ է առաջացել, երբ ես առաջին անգամ հայտնվեցի Վարդաբլուր գյուղում, ինչ որ մի արվեստագետի հետ հանդիպելու, այդ հանդիպումից շատ մեծ ուրեմն բան չառաջացավ, ծրագիր չառաջացավ, կապված այդ արվեստագետի հետ, բայց փոխարեն առաջացավ այս նախագիծ, որ իրականացման մեջ ենք։ Առաջացավ եւ իրականացման փուլ դրվեց COVID-ի շրջանում։ Դա մեզ համար շատ, մեր ինստիտուտի համար շատ առանձնահատուկ ժամանակաշրջան էր, որտեղ մենք էլ զրկվել էինք մեր ամենօրյա կանոնավոր գործունեություն ծավալելու հնարավորությունից, չունեինք մշտական հասցե, փոխարենը աշխատում էին միայն մեր նախագծերը, մշտական հասցե չպահանջող նախագծերը, որոնցից մեկն էլ այդ պահից սկսեց դառնալ ուրեմն հողը եւ երկը, Կոմիտաս հողը եւ երկը նախագիծը Վարդաբլուր գյուղում։ Այսինքն մենք ինչ որ առումով մի տեսակ գործնեության հասցե ստեղծեցինք Երևանից դուրս։ Կոմիտասի կյանքի մեջ կա մի դրվագ, երբ ինքը հայտնվում է Վարդաբլուր գյուղում։ Լոռվա նշանավոր գութաներքերից առավել հայտնին այդպես գրանցելու համար հայտնվում է Վարդաբլուր գյուղում, բացի այդ մյուս հանգամանքը այն էր, որ պարզվեց, որ Վարդաբլուր գյուղում ժամանակին եղել են ոչ միայն կավի այդպես որակյալ կավի պաշարներ, ոչ միայն Վարդաբլուր, այլև շրջապատող գյուղերում, Ստեփանավանի տարածաշրջանի նախկին Ջալալօղլու եւ Լոռու այդ հատվածի, եւ նաեւ եղել են բաներ, կղմինդրագործական, ուրեմն արտադրամասեր, եւ նպատակներից մեկը ուրեմն նաեւ ինչ որ առումով վերականգնելն է այդ արհեստի եւ արդյունաբերության արանքում գտնվող այդպես գործը, որը թույլ կտա նաեւ ինչ որ փոքրիկ տնտեսական ուրեմն արտադրական գործունեություն ծավալել։ Այս պահին դեռևս չի ստացվել, բայց մենք այդ ուղղությամբ աշխատանքներ տանում ենք։ Երկուսն էլ եւ կավը եւ այդ պատմությունը Լոռվա գութաներքը գրանցելու կապված էր Կոմիտասի անձի հետ, որտեղ Կոմիտասը, ինչպես գիտեք, հայտնի է, ծնվել է եւ մինչեւ 8 տարեկան ապրել է Քյոթայա քաղաքում, որը Օսմանյան կայսրության խեցեգործական արվեստի, մշակույթի երկու մայրաքաղաքներից, կենտրոններից մեկն էր, այսինքն եւ կավը, եւ կղմինդրները, եւ կավագործությունը, եւ բրուտագործությունը, եւ այդ երկի պատմությունը գալիս են հանգում են Կոմիտասի կյանքի հետ։ Մեծ հաշվով մենք մտածում ենք մեր գործունեության արդյունքում Վարդաբլուր գյուղագյուլագարակ համայնքը դարձնել գոնե մեր սասանելի միջոցներով Կոմիտասի կյանքի աշխարհագրության կենտրոն։ Երբ որ սկսում ես աշխատել տեղի հետ, գաղափարները ավելանում են, ծրագրերը ավելի բազմազան են դառնում, այսինքն հետևանքն է մեր արվեստագետների այնտեղ հայտնվելը, հանրային այդպես տարածքներում գործելը, արձանքանդակներ են դնում, այդպես ինտերվենցիաներ են լինում, այնտեղ ոչ միայն հայ արվեստագետների, այլև արտերկրի արվեստագետների, նրանց ովքեր որ այդ կացարան եկել են, նրանց հետքերը այս կամ այն ձևով մնում են ոչ միայն առարկաների ձևով, մնում է նաև կարծում եմ համայնքի բնակիչների հիշողության մեջ, իրենց կյանքի մեջ փոփոխությունների իմաստով, արդեն մեր նպատակը դա է, այսինքն մի տարի հետո գուցե եւս մի ինչ որ ենթակառուցվածք ստացվի մեզ համար գործի գծել կամ գյուղի կենտրոնը մի քանի տարի հետո այդպես արվեստի մշակույթին ծառայող ուրեմն ենթակառուցվածքներով զարգացնել։ Մեր նպատակն է դա եւ մանրամասները կարելի է արձանագրել
մի տարին 1 կամ 3 տարին 1, բայց մենք սկսել ենք եւ արդեն նախագիծը զարգացել է այնքան, որ հնարավոր է արձանագրել ցույց տալ այստեղ, ուրեմն հողը եւ երգը նախագծի ուրեմն թողած հետքերն են։ Ես Արմինեն եմ, մուլտիդիսցիպլինար արվեստագետ։ Կարևորագույն բանը, որ ես փորձում եմ փոխանցել, մտածողությունն է, մտածել ուրիշ ձև, փորձել լինել ուրիշը, նկատել ավելի շատ միջավայրը, որտեղ որ գտնվում ես, շեշտադրումները նմանատիպ բաների վրա իմ մոտ շատ են, որից արդեն առաջանում է ստեղծագործությունը։ Ամեն անգամ, եւ գիտեմ արդեն շաբաթ-կիրակի որ պիտի գնամ Վարդապլուր, ես պատրաստվում եմ, որ իրանց հետ հանդիպեմ, ամեն մեկի հետ առանձին։ Այսինքն շաբաթվա ընթացքում իմ միտքը իրանցից չի անջատվում։ Մինչև դուռը արվեստանոցի բացելը ես ինձ հարց եմ տալիս, եթե ես լինեի այդ տարիքում, ես ինչ կուզենայի ինձ տային, որ չի տրվել, նույն ընտանիքի կողմից կամ դպրոցի դասատուների կողմից, ինչ կուզենայի ես լսեի այդ ժամանակ։ Օրինակ կարա շատ հասարակ մի հատ հարց լինի, ո՞նց ես, ինչ ես ուզում։ Իսկ այդ հարցերը իմ մոտ շատ են, որը տանում է նաև արդեն ստեղծագործության։ Իսկ հետո տեխնիկային տիրապետելը դա մի մեծ բան չի։ Մեկ տարվա ընթացքում մոտ 3 նախագծային գործեր ենք կարողացել վերջացնենք, հիմա մեկ ընթացքում ավաշուտով կվերջացնենք, եւ քանի որ արվեստանոցը ինքը իր բնույթով կրթական բան ունի ուղղվածություն, հետեւաբար նախագծերն էլ ես փորձում եմ համակերպել դրա հետ, օրինակ վերջին նախագիծը, որ անում ենք, հին աստվածների հետ կապված կամ հայոց դիցարանի հետ, որտեղ մինչև նյութին անցնելը, մինչև կավին անցնելը, բարձա որ պիտի խոսենք դրա մասին, պետքա ուրիշ երկրների կամ մշակույթների դիցաբանություններ իրենց ցույց տամ, համեմատականներ տանենք, իրենք փորձեն կարդալ, գտնել ամեն մեկը ընտրի մեկին մի հատ աստվածային այդ կերպարին, էակին, որի հետ կարողանա աշխատել, որը նման կլինի իրան կամ լրիվ իր հակառակ պատկերը կլինի, նոր հետո արդեն անցնում ենք նյութին։ Հովհաննես Թումանյանը Վարդապլուր գյուղում ունի թողած իր հետքը, բավականին լուրջ հետք, ու որոշեցինք նախագծերից մեկը նվիրված լինի հայոց մեծ բանաստեղծին, փորձեցինք այս դեպքում հեքիաթները նկարել ափսեների մեջ։ Սիրուն երևույթ կարա լինի, երբ որ ինչ-որ մի բան ես ուտում սիրուն նկարված ափսեի մեջ, երբ որ ուտելիքդ վերջացնում ես, հետո բացվում է Թումանյանի հեքիաթով պատկերը։ Քանի որ ասեցի, որ ես նաև տիրապետում եմ նոր տեխնոլոգիաներին, 3D մտածողություն, 3D տպագրություն եւ այլն, մի անգամ որոշեցինք նմանատիպ փորձարկում անել, թե ոնց կարելի է նոր տեխնոլոգիաներից գնալ դեպի ավանդական նյութի, որ այս դեպքում խեցեգործություններ, ես 3D-ով իրենց համար տպեցի որոշակի ֆորմաներ, որոնք հետո վերածվեցին կավի ու այդտեղ արդեն սկսվեց մի հատ ուրիշ տեսակի խաղ, որը կախված էր ամեն մեկից, թե ինչ կերպար կկարողանար ստեղծել այդ խաղի միջոցով։ Շատ հաճախ հումորային պատկերներ, շատ հաճախ նաև կենդանիներ, մոնստրիկներ եւ այլն։ Դե արդեն մի տարի եւ մի քիչ ավելը բավականին ժամանակ կա, որ կապվես մի տարածքի հետ, որտեղ ամեն շաբաթ կիրակի գնում ես, մեծ հաշվով արդեն համարյա ճանաչում եմ բոլոր տաքսու վարորդներին, ովքեր որ ինձ պիտի տանեն, հասցնեն գյուղ, իսկ այդ մեծ խնդիրը հայկական տրանսպորտային կոնտեքստում, ու հենց իմանում եմ, որ ես եմ, միանգամից ասում են, վերջ մեր կերամիկայի դասատուք համար տեղ ենք պահել առաջի վարորդի կողքը։ Շատ հաճախ նաև լինում անենց, որ ասում եմ, երբ պիտի գա շաբաթ, որ գնամ գյուղ, արդեն անկախ քեզանից սկսում ես կարոտում ես հարևաններին, որոշակի հարաբերություններ կան, հետո ամենասիրուն բաներից մեկը, երբ որ արվեստանոցից գալիս ես տուն ու տեսնում ես, որ սեղանիդ վրա ինչ-որ մի հատ համով բան է դրած, հասկանում ես, որ հարևաններից մեկն է բերել, հոգատարությունը, ջերմությունը, որ ձևավորվել այնտեղ, կարծում եմ պատահական չի։